Ապրիլի 7-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Տիրամորը նվիրված մի քանի տոն կա մեր եկեղեցական օրացույցում։ Ավետման տոնը միակն է, որը հիմնված է ավետարանական պատումի վրա։ Նա, որ քեզնից է ծնվելու, Սուրբ է եւ Աստծո որդի կկոչվի։ Այսպես է Գաբրիել հրեշտակը Մարիամին ավետում Աստծո շնորհին արժանանալու եւ որդի ունենալու մասին։ Այսինքն բեզիավար շատ կարևոր է, որովհետև մեր եկեղեցու տվարակի մեջ աստվածավոր դերը շատ բարձր է, ինչպես ամեն վարքյան կտեսնեք մեր մայր խորաններում վրա միշտ աստվածամայրը եւ իր որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսը կա։ Ուրեմն բեզիավար ամենակարևոր դոները մեկն է այսօր, որ մեր Տիրոջ մայրը, որ միշտ բեզ հովանի է, լայ միշտ բեզ պահպան է։ Այսօր մայր տաճարում ավետման պատարագին մասնակցողների մեծ մասը կանայք էին, միայնակ կամ մանկահասակ երեխաների հետ։ Պատարագը մատուցեց Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը։ Անդրադառնալով օրվա ավետարանական պատմությանը, նա հատկապես կանանց ուշադրությունը հրավիրեց Տիրոջ հանդեպ աստվածամոր ցուցաբերած խոնարհության եւ անվարար վստահության վրա։ Այսուս մեր հայրերն էլ պետք է սիրեք, բայց մայրը իր ուրիշ տեղ ունի եւ մանավանդ հայ ժողովրդի մեջ իր մասնավոր տեղ ունի մայրը եւ միշտ օրինակ կարգվի մեր դիրամոր ներկայություն վերը դարիքներու մեջ իբրև մեր մայրերում մայրը։ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ ավետման տոնին պատարագի ավարտին կատարվում է նաեւ մայրության վերքրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Առաջին բալիկն է տղայք ունենալու, կարևոր է որ հայ երեխաները մեծանան եկեղեցու ու պատարագների ու այս շարականների ներքո, որպեսզի ոչ միայն լիարժեք դաստիարակություն ստանան ծնողներից, նաև դաստիարակվեն եկեղեցու կողմից։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։